Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցերի հեծի պետականացման մասին այն ամենից հետո, ինչ բարերար Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Իշխանությունը այս օրերին ավելի լայն մասշտաբով է սկսել հեծի պետականացման գործընթացը։ Արդյոք կողմ են մեր քաղաքացիները հեծի պետականացմանը, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Կողմ եք, որ վերցներ։ Իհարկե ոչ։ Ինչ նպատակով են անի։ Երբ պետական պարտքերը փակեն։ Իսկ ընդհանուր էլեկտրական ցանցերից հոսանքից դուք գոհ եք։ Շատ։ Ոչ մի խնդիր։ Չեն անջատում, ժամանակին վճարում ենք, այտենց ամբողջ աշխարհում է լինում, չի լինում, Եվրոպաներում, Ամերիկաներում։ Եթե վթարական ինչ-որ խնդիր ունի։ Մի ժամանակ է շատ շուտ հիշում եք, ասում էին հովարային անջատումներ։ Ոտքերը այդտեղից աճում։ Իհարկե, այո։ Ես կողմ եմ իրոք, որ քլնգում եմ, որովհետև ինքը իր անձի հետ կապված հայ էլեկտրոցանցերը գնել է եւ վաճառում է իր ազգի համար ավելի թանկ գներով, քան թե այլ տեղ կվաճառեր։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Շատ իզուր։ Այստեղ պետության կառավարության որոշումն է, հա։ Ես քանի որ էլի եմ կրկնում, չկամ այս իշխանության ինչ որ կողմնակից չեմ ոչ մի առումով։ Եթե պետությունը ճիշտ է համարում, որ պետք է խլել, միգուցե ինքը ավելի շատ փաստեր ունի, քան մենք հասարակ ժողովուրդս դրա համար, միգուցե ըստ ձեզ, ինչու հենց հիմա հիշեցին, կալանավորեցին Սամվել Կարապետյանին, հիմա էլ հեծն են պետականացնում, ինչու հիմա։ Միգուցե նախքան ընտրությունները, ինչքան գիտեմ, մյուս տարի ընտրություններն է լինելու, միգուցե պոտենցիալ են տեսել իրենց հակառակորդ չեմ կարող ասել, անկեղծ ասած։ Իսկ ընդհանուր հոսանքից դուք գոհ եք էլեկտրական ցանցերից, լույսից։ Ընդհանուր ես բնակվում եմ Կոտայքի մարզում, ոչինչ նորմալ, բայց կենտրոնում ահավոր է իրականում։ Անջատումները շատ հաճախ է տեղի ունենում։ Կոնկրետ Սայաթ Նովա փողոցի վրա սրահում եմ աշխատում, շատ հաճախակի անջատումներ ենք ունենում, ոչ պլանային, չզգուշացվում ընդհանրապես, իսկ հաճախորդները գալիս են ու այդպես մնում են առանց սպասարկման։ Չէ, իհարկե չէ։ Դա պետք է լուծվի միայն մեր սահմանադրության եւ օրենքների սահմաններում։ Համենայնպես Սամվել Կարապետյանը իրոք ինքը բավական լուրջ բիզնեսմեն է, մեծ բարերար է, ունի մեծ ավանդ, բայց համենայնպես ես իրեն անձամբ խորհուրդ կտամ, որ քաղաքականությունը չխառնվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ խորհուրդ կտաք։ Ինչ խորհուրդ եմ, դե գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է։ Համենայնպես սպասենք 2026 թվականին մեր ժողովուրդը պետք է ընտրի։ Նոր ընտրություններ կլինեն նրան տալու։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ տալու, համենայնպես չէ, Նիկոլ Փաշինյանը ես շատ ուրախ եմ, որ ինքը որոշեց, որ պետք է չհայոյախոսեն իրար նկատմամբ, պետք է իրար հիմա չգիտեմ, շատ լավ կլինի, որ դա միշտ լինի, իրար հարգեն, համենայնպես եւ գիտեք ինչ կա, ներկայությամբ այո, Սամվել Կարապետյանը ինքը մեծ ավանդ ունեցող մարդ է, իր ավանդը չի կարելի ուրանալ։ Այդ մարդը, որ իրոք ինքը մեծագույն բիզնեսմեն է եւ շատ կներեք ինքը այդ գումարները աշխատել է արտերկրում։ Ինքը ճանաչված մարդ է, շատ հարգված մարդ է։ Ընտրությունները Հայաստանում հայ ժողովրդի համար է արել, Արցախի համար է արել։ Այո, ահռելի են, բայց գիտեք ինչ կա, համենայնպես բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Թող ոնց ասում են, բժիշկը զբաղվի բժշկությամբ, բիզնեսմենը բիզնեսով, իսկ եկեղեցուն սատարելու համար դա քաղաքականություն եք դուք դիտարկում։ Նա ընդհանրապես հայտարարել է, որ սատարում է, աջակցում է, կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, սա քաղաքականություն։ Ես ինքս կնեք, ես ինքս աթեիստ եմ, համենայնպես, բայց համենայնպես դա իր անձնական կարծիքն է, թող իրավապահ մարմինները պարզեն, թող իրավաբանները պարզեն, ես ինքս իրավաբան չեմ։ Կողմ եք, որ պետականացվի։ Չէ, բայց չեմ ուզում էլ մանրամասնեմ։ Ընդհանուր գոհ եք էլեկտրական ցանցերից, հոսանքից։ Հա, Կարապետյանի պահով ինչ կարող եք ասել։ չեմ ուզում մանրամասնել ոչ մի բան։ Ինչ գիտեք նրա մասին։ Դե գիտենք, որ մեր բիզնեսմեններից է, բայց տենց ավելի մանրամասն չեմ ուզում որովիցե բան ասել։